Եթե մեր հայ փոխադրողներս բոլորս մենք հարկատու ենք, հարկ ենք վճարում, օտար երկրի ավտոն, եթե գալիս է մտնում է մեր մոտ, ներմուծում ու արտահանում է անում, իր գործողությունից մեր երկրում ընդհանրապես գումար չի մուծվում, հարկ չի մուծվում, բայց մենք մուծում ենք, ու մեզի չեն տալիս գործ, նախընտրում են երրորդ երկրի ավտոյի։ Մեր երկրի գումարը տանում են, դուրս են հանում։ Շատ ցավալի է։ Հաշվեք օրվա մեջ քիչ գումար չի, որ երկրից դուրս է գալի, կարող մնար մեր Հայաստանում։ Ու դրա համար ոչ մի նալոգ, ոչ մի հարկային գործողություն չի կատարվում։ Ներողություն, ես ճիշտ հասկացա, որ դուք օրինակ եթե Հայաստանի Հանրապետությունում ծախս որպես այդպեսին չեք գրանցել, որ ցույց տաք, մենք ծախս չենք տալի մեծ մասամբ, այո։ Այո, մեծամասնությունը ծախս չի կարող ցույց տալ, բայց մենք անկախ դրանից հարկերը մուծում ենք։ Մեզ հասանելիքը մենք մուծում ենք, բայց երրորդ երկիրը ու օտար ավտոն մտնում է Հայաստան, նալիչի առանց փոխանցումի փողը վերցնում է ու գնում է այստեղ։ Բեռը բարձում, փողը վերցնում, գնում է ու ոչ մի հարկային պարտավորություն։ Չեն էլ կարող ավտոյի տիրոջը ասել դուք բերեք մեզի փող մուծեք։ Քանի որ նա իր երկրին է պարտավոր, բայց կարելի է չէ ինչ-որ մի ձև սաստել, որ այդ փողերից ինչ-որ մի մաս մնա երկրում։ Իսկ իմ կարծիքով այդ նման հարցերը կառավարությունը հաստատ հարկային մարմինները կարան այդ հարցի լուծումը գտնել։ Մենք հասարակ շոֆերներ ենք, ավտոյի տերեր ենք, մենք ուզում ենք արդար ձևի աշխատել։ Բայց իրանք վերևը նստած հաստատ իրանք գիտեն ինչ ճանապարհ գտնեն, որպեսզի այդ տվյալ գումարներից իրանք Հայաստանում փող փոխեն։ Որևէ միտում էստեղ տեսնում եք, վերջին շրջանում նաև հայ կոնյակագործներն են բողոքում, որ Վրաստանում չեն կարողանում իրեն։ Ինչքան վաղ առաջա որ մոդեցել են այդ հարցին խոսացել են։ Ամսի 5-ին որ պետք է այդտան Վրաստանում հանդիպեն։ Խի ամսի 5-ին։ Ինչքան ժամանակ անց է։ Բացի թողի վիճակա տիրություն չեն։ Խի ամսի 5-ին, այդ անձ հետաքրքիր, խի ամսի 5-ին։ Մի ամիս անցնի, մի ամսից ավել անցնի, նոր էտա, խի, բայց կառավարությունը ինչի մարա աշխատեն։ Ինչի համար շուտ չեն արձագանքում, հարցին լուծում տան։ Չէ որ տարան։ Քանի անգամ մենք այս հարցով դիմում ենք, էլի կառավարությանը։ Խնդրեմ ենք կառավարությանը մեր հարցին լուծում տան, էլի։ Մի հատ վերանայեն այս մթնոլորտը, ինչա կատարվում։ Կամ էլ թող մեր վրից հարկերը լրիվ հանեն։ Կամ է հարկերը հանեն։ Թող հանեն, մեզի հարկերից ազատեն։ Չեն կարող մեքենա պայենք, չեն կարող հարկ տանք, վարկ տանք։ Մեր ասածներն է, որ մեր կառավարությունը դսից ինչ ծախսանում ենք բերենք թե չեկերը, որ էդի գոնե մեր հարկերից դուրս գան։ Թե վառելիքը կլինի, թե մեքենայի վրա ծախս անելը կլինի, թե զամչաստ առնելը կլինի։ Եթե մենք ստե Հայաստանից վառելիք լցենք, ուրեմն ավելի լավ է մենք մի հատ պետքա վարկ վեկալենք, որ կրանանք մեր մեքենաները, մեր հարկերը, մեր երեխին հաստանք։ Եթե որ պետք է այստեղից վառելիք լցեմ կամ այստեղից ինչ-որ մի հատ գործ անեմ ու մի հատ էլ վարկ վերցնեմ, որ խոսքի իմ ընտանիքը պահեմ, էլ իմաստը ո՞րն է այդ մեքենա պահելու։ Մեզի պետք է որ դսի բերած բոլոր ծախսերը մեր հարկերից դուրս գան։ Թե կլինի վառելիք, թե կլինի մեքենայի վրա ծախս անելը։ Ասում են չէ, դա չի ասում դսի բերած ծախսը։ Խի։ Հիմա եթե ես քշում եմ 500 կիլոմետր, 500 կիլոմետր չեմ քշում։ Ստի Բաղդադաշեն կազմում 250 կիլոմետր ու մնացածը քշում եմ Ռուսաստանում։ 5000 կիլոմետրից եմ 5700 կիլոմետր քշում եմ Ռուսաստանում։ Խի Ռուսաստանի 2700 կիլոմետրի ծախսը չի ուզում հաշվի։ Ոզից հարգա պահանջում։ Հարգը պահանջում ես, ուրեմն բդիմ դսի, ես դսում եմ քշում շատը։ Երկրի պերևոզկա եմ անում։ Հնես չէ ուրիշ ազգի մար պերևոզկա եմ անում, եկերեմ ասում եմ իմ հարգերից դուրս արի։ Իմ երկրի իմար եմ արել։ Այդ ծախսերը պետք է հաշվի առնեն։ Եթե ուրիշ ազգը, կոնկրետ վրացին մտնում Հայաստան ոչ մի ծախս չի մուծում։ Ռուսական մեքենան մտնում է 15000 էկոլոգիայի փող է վճարում ու այդ գումարը մեր երկրի գումարը, մեր բյուջեի գումարը գողանում տանում է։ Բայց մեզից էլ հարկ են պահանջում։ Եթե տվյալ պատվիրատուն, օրինակի մար եմ ասեմ, վճարում է 20%, ուրեմն պետք է պլյուս անի 10% էլ մեր երկրի ղեկավարը, մեր երկիրը։ Խոսքը բեր ներմուծող, որ այդ գումարը տանում է մեր երկրից, մեր բյուջեի գումարը տանում է։ Ուրեմն 30% հարկ վճարի, որ երկրորդ անգամ այդ պատվիրատուն ուրիշ հաշ չբարձի, էլի թո բարձի, ծայրահեղության դեպքում։ Չի կարող կտրականապես մենք չենք ասում։ Եթե մենք ընդ կայնացենք, օրինակի մար խոսքի հայաց կանգնացնեն իրանց բարձր։ Մեզի փոխանցումով են տալի, մենք հարկը մուծում ենք, իրանց նալիչի փողը տալիս են։ Ոնց։ Շատ մարդիկ էլ կա ասում է վրացի ներժանակ շն, ինչի համար, որովհետև հարկ չի մուծում Հայաստանում։ Մենք էլ հարկ ենք վճարում։
պետք է մենք խոսքի $200 թանկ բարձենք, որ բերենք այդ $200 հարկ վճարենք, չէ։ Ու իրանք նախընտրում են տան ուրիշ ազգին։ Էժան քշողները որ հարկ չեն մուծեմ, բայց ապրանքը քիչ էժան անեմ ստեղ Հայաստանում։ Ձերքի տա։ Վերևոսկեն, եթե էժանա, բդի ապրանքն ապրանքն էժան էլի, չէ։ Մոսկվայից հիմա $2000 որ պետք է ասում են ապրանքը բերեք, $2000-ով, բերեք մի հատ հաշվենք, էլ $2000-ով Մոսկվայից Երևան։ Ինչ ծախսա կազմում մինչև Հայաստան։ Ցանկացած բեռ։ Մենակ վարելքի գումարն է դա կազմում։ Ցանկացած $2000 ո՞նց բես որ տեղավորվեց այդ ծախսի մեջ։ Բերի վրա, մատ բաժանենք, տենանք, մի կոպեկներ է կազմում, բայց իտո էդ էլ չեն ուզում տա։ Ու ասում են բեռնափոխադրումը հայերը թանկացնում են։ Ո՞նց են թանկացնում, կոպեկներ է, դա չի կարա Երևա։ Դու պատկերացրեք $300-400,000 ապրանք ավտոյի մեջ, $3000, $4000 փող են ուզում, ասում են թանկ է։ Ու հələ համեմատը քանի տոկոսն է կազմում այդ բեռի։ Ուստի իրանք ինչ գնով են վաճառում։ Պետք է լինի չէ՞ որ մի հատ հիմնարկ, որ այդ ամեն ինչը անալիզ անի։ Այդ ամեն ինչը հաշվարկ անի։ Ու տիրություն անի երկրի շուկային։ Մեզի պետք է ժողովուրդ ջան, մեզի պետք է ընդհանուր լինի մի մագարտակ, կլինի միջնորդ կազմակերպություն, կլինի բեռնափոխադրող։ Ու գնում ես Երևանից Մոսկվա հետ ես գալիս, ասված չանի ինչ որ ավտո վրա առանց ծախսանելու։ Մենակ որ ճանապարհի ծախս, վառելիք, այլ։ $3000 ծախս ենք անում մեքենայի վրա։ Էդի որ գնում է հետա գալիս։ Հիմի ոնց կարանք խոսքի մենք $2000 Մոսկվայից հետ գանք, որ թե շոֆերի գումար տաս, թե հարգայինի գումար տաս, թե մեքենայի ծախս հանես, ոնց տեղավորվեց։ Մի հատ կալոս թողեց կամ մի հատ կալոս տրակավ, այդ ժամանակ արդեն մենք մինուսով հետ են գալիս։ Պետք է մի հատ գանք ստես վարժ բեկալենք, որ մեքենայի փճացած կալոսի ծախս անենք, էդի կալոսը ամենացածր գինն եմ ասում, էլի։ Գործընկերը ճիշտ ասեմ, այստեղ մենակ օգտվում է, լոգիստիկական կամպանիաները, միջնորդները, մեկ պատվիրատուները, որը որ պատվիրատու բեռը բերում ես հասցնում տեղ, ինք իր բեռի տերն է։ Միջնորդներն էլ իրաց գումարներ են վերցնում։ Շո, այստեղ վարորդները ճոկուտ չեն տենում։ Հարգայինի բեռն ենք մենք մեր վրա հարգային ենք մուծում, մեքենայի վառելիքը տակը փող չի մնում։ Որ տուն պահես կամ մեքենա պահես կամ վարկ տաս։ Ընդամենը էդ է։ Շո։ Բայց ոչ մի ապրանք չի էժանանեմ, որ ասես մեր բերած բեռները էժանա։ Ոչ մի էժան բան չկա։ Մենակ մեր բեռեր, մեր բանն է։ Պերևոսկեն է, շո։ Էդ ընդամենը էժան։ Շո։ Մեզ ոչ մի բան հարթակ, մի հարտակ կլինի, մի մակարդակ կլինի միջնորդ կազմակերպություն, կլինի բեռնափոխադրում, որ ու կլինի կառավարության կողմից վերահսկողություն։ Մեր նպատակն է դա։ Ու մենք որպես անտեսակ չլինենք։ Մոսկվայից ավելի շուտ հասնում ենք վրացական ստայանք, քան թե վրացական ստայանքից, որ սահմանը հատենք։ Օրերով հերթ ենք կայնում, օրերով։ Երանի ենք տալիս, որ խոսքի ստայանքում լինի 10 մեքենա, որ գոնեմ մի 2 ժամվա, 3 ժամվա, 4 ժամվա անցնենք, ոչ թե խոսքի 4 օր կայնենք վրացական ստայանքում, գանք մի սուտ կա Վրաստանից հայկական տամոժնին, պրոստը ամեն ինչին պետք է վերահսկողություն լինի, աշխատանք լինի, մեզի պետք է էդի, սաղից, սաղ բեռնափոխադրողին, էդա պետք։ Հարց էլ կա։ Վրացիները կալս են կանխիկ գումարով, բեռը դադարգին իրանց կանխիկ գումարը վերցնեմ գնում են իրանց տուն։ Իսկ մենք որ բերեմ ենք դադարգը 8 օր 10 օր մերը փոխանցում է։ Ոնց ալեմ, որ մերը փոխանցում է, բդի 8 օր 10 օր 5 օր սպասենք։ Բայց վրացիները կան դադարգեն կանխիկ վերցնեն գնան։ Ոնց ալեմ այդտենց։ Կամ այդ ինչի համար 8-ից 10 օր։ Այդ հարցն էլ է, սաղից տանջում է, սաղից էլ հետաքրքրում է։ Թողնի 3 աշխատանքային օր կամ 10 աշխատանքային օր, 15 աշխատանքային օր, 30 օր, ինչի համար։ Եթե մարդը Մեզ չեն տալի, որտեղից վերցնենք կանխիկ։ Մենք որ կանխիկ վերցնենք, գկան հարգայինը, կասի լարտենամ այդ կանխիկ գումարը որ բերել ես։ Ինչի համար, որ հարց ես ուզում ուզես։ Մեզի չեն տալիս։ Այդ հարցը իրենց տվել եք ինչի։ Տվել ենք, ասում բայ չեք ուզում երկրի բյուջեն լցվի։ Մենք ուզում ենք երկրի բյուջեն լցվի, բայց դուք եք թողում երկրի բյուջեի գումարը էտա։ Չէ, նկատում եմ ինչի 8 կամ 10 օր հետո էլի։ Ասում ենք, ասում պատվիրատուն այդքան ժամանակում է փոխանցում։ Այդ պատվիրատուն որ կարում է 100,000-ի, 200,000-ի, 50,000-ի, 20,000 դոլարի կամ 20 միլիոնի գումարը ապրանքը բերի Հայաստան, ինքը չի կարող օրինակ հիմա 1 միլիոն կամ 2 միլիոն գումարը այդ օրը կամ երրորդ օրը մաքսիմում փոխանցի։ Այդ ոնց է։ Լսեք, թուրք են վարձում բերում մտցնում Հայաստանի Հանրապետության զորամասեր։ Հասկանում եք, վրաց Ունեք թուրքական բեռնատարներ, որոնք Չէ, նկատի ունեմ վրացական համարներով ազգությունները թուրքեր։ Բարձու բերում են
մտցնում են Հայաստանի Հանրապետության զորամասեր, որ իրան գալիս են, դե զորամասում խելքը գլխի ժողովուրդ են, դու ասում են դու ձեր գալացողի մամաներն էլ, հարցողի մամաներն էլ, այդպես կտոնեք տղեր ցույց կտա։